Բարի լույս սիրելի բարեկամներ, դուրս եկա ու տեսեմ Աշոտին եմ իհարկե սպասում, այստեղ մի հատ մեքենայի տեղ է ազատվել։ Մեր մեքենան էլ ահագին հեռու են կանգնացրել։ Աշոտը գա, բանալները իր մոտ են։ Մեքենան բերենք այստեղ։ Տեղ չկար, երկունը գործից եկավ ինձ տուն բերեց Աշոտը ու մեքենային տեղ չկար կանգնելու, վերևները մի տեղ գտանք, կանգնեցինք, մեր տան դիմաց տեղն է կանգնած են ուրիշ մեքենաներ։ Աշոտ մեքենայի տեղ կա, գնա բեր ստեղ նոր գնանք։ Հա? Թե լավ ոնց կուզես։ Եթե հետ գալուց տեղը չզբաղեցնեն։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Այսօր էլ ազատ օր է, Սվետլանան տունն է։ Գնանք մի քիչ զբոսնելու մանգար։ Գնանք զբոսնելու, մեկ էլ ուզում ենք գնանք, ինձ բոթազ եմ ուզում նայեմ, գնանք տեսնենք հլը իմ ոտքերը որ պրոբլեմատիկ է, մի քիչ բոթազ առնելը դժվար է։ Օնլայն ավելի դժվար է, չգիտեմ, կարճ ասած հլը գնանք մի հատ նայենք։ Չնայած մի հատ հագնել փորձելով չեմ կարա իմանամ լավ է թե լավ չի։ Տալի մատերիալը պետք է հաստ եղնի։ Հաստ պետք է լինի, հա, իմ ոտերի համար հաստ է պետք, ու այդ բաներից էլ ունեմ կոշիկի մեջ տնելու։ Սոլն ասում են ներդիր, ներբան, չգիտեմ, երևի ներբան։ Հա, հիմա գնանք նայենք, նենց արևոտ օր է սկսվել 8 աստիճան է, բայց 14 պետք է բարձրանա։ Այդ կողմով ենք չէ գնում։ Հա, արև տակով գնանք, լավ արևային կրեմ եմ կսել, այնպես որ հանգիստ կարանք արևի տակով գնանք։ Տեսա մեր մեքենան ստեղ մենակ կանգնել մնացել է։ Այս տունը վերանորոգում են, հեսա կոնտեյները բերել դրել են, ծածկել են, նայքել այս տան վիճակը ժողովուրդ։ Մի րոպե առաջ գնամ մի քիչ ու 100-ից ավել հեսա տան ներսը ցույց տամ ձեզ։ Հələ տեսեք։ Տախտակները փտած, ամբողջությամբ քանդել են։ Հա, հաստատ։ Այս տանտերը հաստատ մահացել է, տունը մնացել է, երևի պետությունը վերցրել է իրան, հա? Չէ, դժվար։ Բանա ֆիրմա է ռեմոնտա։ Բայց դե ասենք ժառանգ բան չեն ունենում, ինչ են անում այդ տները։ Դրան կոստեն պետությանն այստեմ, պետությունը նորից կարա վաճառի։ Պետությանն է գնում, հա։ Հաստատ պետությանն է գնում։ Պետությունը սարքում է, հետո հիմնականում չի վերանորոգում բանանը։ Տեսնենք իրան արդեն մնում է իրան ժառանգություն, ինքը այդ վիճակով ծախում է։ Պետությունը։ Հա։ Կարող է սարքի։ Սոցիալ շատ տներ, մարդիկ երկար ժամանակ։ Բայց կարա վերանորոգի սոցիալական տուն որպես վարձով տա։ Այդտեղ կարող է։ Կամ վաճառի կամ վարձով տա։ Բայց նա սոցիալական տները հիմնականում մի թաղամասում են, կամ մի շենքերն մի փողոցի վրա մի շենք, հա։ Հատուկ թաղամաս է լինում, տեն սոցիալական տների շատ կան սոցիալական տներ։ Ու մարդիկ, այս վերջերս կարդացի, ինքան շատ մեր հողում կոնկրետ, ինքան շատ մարդեր հերթագրված է սոցիալական տան, որ մարդիկ կան, որ անգամ տուն ունեն, բայց էլի հերթագրված են այդ տան համար, ասենք ընտանիքը օրինակ, հա, օրինակ ամուսինների ընդհանրեք տունը ամուսնու անունով է կամ կնոջ անունով է, այն մյուսը արդեն հերթագրվում է սոցիալական տան համար։ Թաց ու չոր խառնվում է իրար, այս վերջերս ահագին ստուգել էին ու բան էին արել, բացահայտել էին։ Այն որ այդ ասեցի ու հիշեցի, որ մի ժամանակ մեր մոտ էր, չէ, որ նպաստ էին տալիս մարդկանց, այն որ ով նպաստի կարիք չուներ էլի հայտնվում էր այդ ցուցակների մեջ ու նպաստ էին ստանում, այստեղ էլ է սոցիալական տները։ Հա, չի ծախվել լիմոնի ծառը։ 850 եվրով կտա այս ծառը կառնի, այ քեզ բան։ Թե կառնեն, ասա որ առնեն կառնեն էլի։ Սառնա չէ կամինես կողմը։ Չէ սիրուն են, սիրուն բացվել են։ Գալիս է բայց հոտ։ Հա, ճիշտ է, հա, գալիս է։ Անուշ բույր ունի։ Անուշ բույր, կարնան բույրն է։ Երեք մուսուլմանների ռամադանը վերջացավ։
տոնակատարություններ իրանց մոտ։ Ես էլ ասում եմ, խանութում տեսա, մի երկու հատ այդպես կին հանդիպեցին, որ սիրուն հագնված, կոշիկներով բարձրակրունկ բան, այն մի կինն էլ ահագին տարիքով կիներ, լավ գերկին էր ու բարձրոտ կոշիկներ էր հագը, նստել էր խանութում, այդ մեր մանեկենը, որ կանգնած է, այդ փոքր հարթակա չէ, սարկած մանեկենը վրան դրած, նստել էր դրա վրա, անցնում է ես, ինձ ասում է, ոնց որ թուրքերեն էր հետս խոսում, բայց հասկացա, որ զուգարան ա ուզում, ասեցի չունենք զուգարան, ուղարկեցի ուրիշ, ասի գնայս իշ տեղը, իմ կոլեգաները գիտեն, ոնց որ միշտ պանոս է ուղարկում, պանոս, են էլ չգնաց, խեղճկինը նստած մնաց, հետո նոր հիշեցի, որ իրանք երեք տոնում էին, վերջացավ իրանց այդ ծոմը, պաս պահելը վերջացավ, նշում էին, են մյուս կինն էլ երկու հոգի էին, եկան ասում պլաստիր եմ ուզում, պլաստիր ասեցի, պլաստիր չունենք, հետո մտածեցի ու կոշիկներն ա ցույց տալիս, ասեցի երևի կոշիկների մեջ տնելու բան ա ուզում, ուղարկեցի, ասեցի գնայեմ պատին կա, պատի վրա կախած կա, գնաց, հետ եկավ, ասում չէ, ասում ու ոտ, հանեց կոշիկից, ոտը ցույց տվեց, հետո վեշք էր եղել, պլաստիր, ասի, հայ, ձեր պլաստիր մենք չեք վաճառում, գնա, ուրիշ խանութ ուղարկեցի, մոտիկ խանութ կա, ասի, գնա ընդեղից առ, այդպես, վերջացավ, են մի աղջիկ ունենք, կոլեգա, դե ինքն էլ էր պահում, ամուսնուս բաժանված է, երկու երեխա ունի, հարցնում եմ, ասում եմ պարտադիր է, որ պահեք, ասում չէ, պարտադիրը պարտադիր չի, բայց մենք մեր համար, մեր խղճի համար, ասում եմ պահում ենք, ասեց երեխեքն էլ պետք է պահեն, ասեց 12 տարեկանից հետո կարան պահեն, եթե ուզում են, պարտադիր չի այդ տարիքից, ասում ինչ հետաքրքիր է, պաս եմ պահում անունը, որ իբր հետևում են իրանց այդ կրոնական բաներին, բայց շատ նույն հաջողությամբ, նույն իրանց այդ գլխաշորով գլուխները կապած, շատ լավ գալիս են, ինչ-որ բան խապում են, գողություն են անում ապրես, ու անունն է, որ իրանք պաս են պահում, իմաստը որն է դրա, հա, իբր ազնիվ են, էլի մաքուր են։ Տոնավաճառը այսօր մոռացել էինք եկանք հասանք ու Այս եկեղեցին հələ վերանորոգում են, հա։ Տոնավաճառը, մեր Մալացիայի տոնավաճառի նման։ Հա, սրանք իրար հետ չէ, ուղղակի կախած է։ Սրանք սենց բլուզներ են, գործած բաներ են։ Օրխիդեաները 7 եվրո արժեն։ Հա, շուտ նորմալ բան կա։ Սես բան ես գուզեմ, այսինց պարատնիգով, բանով։ Հա, վերցնենք սրանից։ Բայց եսի մեծ չեն։ Բայց մի րոպե լանանք ռազմեր ունի։ Չեմ կարծում։ XXL, բայց սիրուն է, գծերով, նայ, նուրբ սվիտրա, կարճատև ես ուզում, այս հաստ բաներ, ինչ էլ պապուկ են, 25 եվրո արժեն, ես սրանց սև ու սպիտակն առա, Տոնավաճառը այս կողմում ժողովուրդը, տոնավաճառ, այստեղ ոստիկանները չգիտես ինչի հավաքված են։ Գնանք նայենք, արմինք Գնանք նայենք, ուզում ես։
Գնանք նայենք, այնքան մարդ կա, որ Ոչ կողմում, հա? Հավաքում են, հա, արդեն։ Հավաքում են իրանց շորիկները։ Ինչ էլ նուրբ գույներ են ես բաճկոնները։ Ամեն շաբաթ օր այսպես գալիս հավաքում են, իրանց ապրանքը դնում, վաճառում, մինչև ժամը 12-1 հավաքում են։ Չէ, չեմ ուզում, չէ։ Սպիտակ պայուսակ ես չեմ ուզում, Աշոտ ջան։ Ունենքանք ժողովուրդ ջան։ Արագ կակաշներից ջուրը փոխեմ ու մաքուր ջուր եմ լցրել, թարմ ջուր, հիմա մի քիչ կիտրոնի յուտ լցնեմ։ Նայեք, կակաշների համար ջուր շատ պետք չի լցնել, քիչ ենք լցում, որ շատ ջուր չկլանեն, շուտ չբացվեն, շուտ չթորոմեն ու կիտրոնի յուտ մի քիչ, ես երկու հատ փոքր շաքար եմ գցել, այսքան է հերիքա։ Մի հատ խառնեմ, թող շաքարը հալվի, ասում են ում խոսքերն է, որ շաքարը հալվում գնում է, բայց իր քաղցրությունը թողնում է, ջրին է տալիս։ Նույնն էլ մարդիկ չէ, լավ մարդիկ ծանոթանում են, խոսում են, գնում են, բայց իրանց լավ աուրան թողնում են։ Ուզում եմ մի հատ ցույց տամ կակաշներս, այսօր արդեն 11 օր է։ Ամեն դեպքում լավ է մնացել, որովհետև եթե այս ձևով չխնամեի, հիմա կակաշները շուտ բացվել, թերթիկները թափվել էին։ Այս գեղեցկուհիները, այս ծաղիկներն են դեռ չեմ թափում, թող մնան մինչև մի քիչ էլ կվայելենք էլի սիրունությունը։ Թերթիկները այսպես թափում են, բայց դե ոչինչ։ Ահա, հիմա մի հատ արագ սուրճ տնեմ, այս սուրճիցս այսքան անում, բայց նորը ունեմ, նոր առած ունեմ տուփը, դեռ չեմ բացել։ Ինքան անուշահոտ է։ Այս դեսերտի սուրճ այդպես է գրված, բայց սև սուրճ է, խոշոր աղացած սուրճ է։ Մի հատ դուրս գալուց առաջ խմել էի սուրճ, բայց մինչև տուն եկամ, ոնց որ աչքերս փակվեն, էլի սուրճի կարիք եմ զգում։ Սուրճս խմեմ, ու ձեզ իմ թեմուի պատվերն եմ ուզում բացեմ ցույց տամ, ու ցույց տամ, թե ինչ փոթազներ վերջը առա իմ համար։ Նայեք, ես սիրուն սուրճս։ Ես գեղեցկուհիներին դնեմ այստեղ, որ հաճելի տեսարան լինի, համ ձեր համար, համ իմ համար, ու նոր սրճեմ, ջուրս էլ դե իհարկե թողնում եմ, ու ես իմ համով սուրճը նստեմ խմեմ, պատվերը բացենք միասին, ժողովուրդ ջան, կարճաթև եմ, բայց այնպես չի, որ այդ դե ինչ շոկ եղանակ է, ես էլ կարճաթև եմ, ուղղակի արև կա, ու պետք է լվացքը փռի, ասեցի կարճաթև դուրս գամ, որ վիտամին D արտադրեմ, մի ձևի մոտիվացիա չունեմ ճիշտ ասած նկարելու, որովհետև տեսնում եմ այդպես չեն էլ նայում վիդեոները, ու իմ մոտիվացիան էլ կորում է բնականաբար, դրա համար մի քիչ ես էլ եմ պասիվացել վերջերս, բայց մի երկու հարց կար, վերջին վլոգի տակ հարցրել էի կակնոսեր ինչի Հայաստանում բժշկի չգնացի, աչքի բժշկի, ես այնտեղ դե գիտեիք, որ ատամների համար էի գնացել ու միշտ զբաղված էի ատամներով, այսինքն եթե հենց գնացել եմ ու կիրակի օրը ոնց որ շաբաթ գիշեր հասել ենք, մենակ կիրակի օրն եմ ազատ եղել, երկուշաբթի օրը գնացել ենք արդեն ատամներս այդ վիրահատություն բանն են արել ու ես մինչև վերջ ինչքան որ Երևանում մնացել եմ, մի երկու երեք անգամ տեսակ խանութ էի շնում, լավ ծածկված, փակված,
Այսինքն ոնց որ նպատակը հենց այդ ատամներն էր ու էլ չի կարող ուրիշ բանի համար էս ասենք աչքերի կամ բան նախ ցավեր ունեի լնդերի, հետո էլ պետքա չմրսասնեի, ձմեռով էր, հարմար չէր կարճ ասած, դրա համար ոչ չգնացի այնտեղ աչքի բժշկի, բայց այդ ատամնաբուժի կնոջը հարցրի, ինքը ասեց բանի լավ աչքի բժշկի համար հարցի, ասեց կա շատ հայտնի լավ աչքի բժիշկ կա Հայաստանում, կարծեմ Լուսինե, չգիտեմ ինչան, ես լսել էի այդ բժշկուհու մասին, գիտեմ որ շատ լավ մասնագետ է, ու ասեց իր մոտ այդպես հեշտությամբ չի էլի հանդիպում գտնելը, պետքա ոնց որ երկար սպասում են մարդիկ, ինչևէ կուզենայի, բայց չստացվեց, ինձ չի կարա ուղղակի այդ վիճակում մի հատ աչքի բժշկի մոտ գնայի դրա համար, գիտեմ այնտեղ մաչելիա դրա համար եք ասում, այդ ակնոցները որ ասում եմ, ակնոցների գները, օրինակ կոնկրետ գրել եք պրոգրեսիվա, չէ՞ ոնց որ կոչվում, այդ ակնոցները կոնկրետ ինքը 600 քանի, համարյա 700 եվրո ինքը ինձ առաջարկեց այդ խանութում, ասեց կարաս 2 տարով վերցնես, ես միանգամից այդ չէի վերցնելու, չէի կարա ես միանգամից վերցնեի այդ ակնոցները այդ գնով, ասեց կարաս 24, այսինքն ինքը առաջարկեց, ասեց 24 ամսով կարաք վերցնեք, մենք ամենամից այդ փողը կքաշենք ձեր հաշվից, առանց տոկոսի, բայց ես չեմ սիրում տենց պարտքի տակ մնալ երկար ժամանակով, ասեցի չէ, ես ավելի մաչելի ակնոց վերցնեմ, բայց միանգամից վճարեմ, չեմ ուզում այդպես Իմ ակնոցներն էլ փաստորեն 350 եվրո էին, այդպես այդ բաներով, սեղջերով բաներով, կարճ ասած, մի քիչ գինը իջավ։ Այդպես, սիրելիներս, ինձ հարցրել եք, թե ինչ լեզվով են խոսում այս հողում, գիտեք, որ տարբեր լեզուներ ունեն, ֆրանսիախոս, հոլանդախոս ու գերմանախոս փոքր հատվածը, մեր մոտ խոսում են հոլանդերեն, մենք Ֆլանդրիայի հողում ենք, ֆլանդրիական հողում ենք, այստեղ հոլանդերեն են խոսում, Հոլանդիայի սահմանին ենք մենք։ Եք էլ գրել եք սուրճը լիմոնով ճնշում չի հանի, աշոտը որ լիմոնա լսում, միշտ չի լսում, հազարից մի անգամ է լսնում, ես էլ են աղկնում եք անում, բայց ընդհակառակ էս հմակ իջացնի, ոչ թե կհանի, լիմոնը իջացնում է ճնշումը։ Ինչ որ սիրելիներս, հիմա սուրճը խմեմ ու Թեմոյի պատվերը իր ժամկետից այն վլոգի մեջ ասեցի ուշ տեղ հասավ, պետքա ամսի 16-ին տեղ հասներ, չհասավ, հենց 16-ի իրիկունը մեյլով իրանք ասեցին, նաև իմ այդ ապի մեջ գրված էր, որ ես 5 եվրո պետքա բան ստանամ, ես էլ այս պատվերը որ ունեի, մտածում եմ երևի դրա գումարից կհանեն, այն էլ չի ասում, 25 եվրոյի պատվեր արա, որ 5 եվրոն դուրս կանք, չարեցի բնականաբար, պետք չէր նորից, դրա ու հիմա նոր հասել է, այսինքն հիմա չէ, 2 օր առաջ հասել է, այս գործի եմ եղել, չեմ կարողացել բացեմ, հիմա միանգամից միասին կբացենք։ Այդպես էս, միանգամից ցույց տամ, մեր խանութից եմ առել, այսպես փոքր զարդատուփ, պայուսակիկներ են, այսպես տարբեր բաների համար, ինձ դուր է գալիս, որ թափանցիկ է, մի րոպե բացեմ, որ թափանցիկ է, որովհետև մեկ որ լսնում ես ու ուզում ես ինչ որ ման ես գալիս, այդ չես գտնում էլի։Արկան, հա, այստեղ պետք է բան կա կտրեմ, որ կարողանամ, երեք հենց կասայի մոտ Միկին էլ էր առնում նույնից, ասեցի, վայ լավն են, չէ, սրանք ասեց, հա, իսկականն է ծով տանելու համար, ասի, ես էլ իշն եմ առնեմ, մեր մոտ դետոնա վաճառի օր էր, մի 2 կադր արեցի, որ ձեզ ցույց տամ, երաժշտություն էր ամեն տեղ, ասեցի, երաժշտություն դե չէր կարելի լինել վիդեոյի մեջ, դրա համար այդքան չնկարեցի, ամեն դե չեն սիրում մարդիկ, որ դե իրավունք էլ չկա նկարելու մարդկանց դեմքերը, չեմ էլ ուզում, որ իրանք ասեն ինչ ես նկարում, մի անգամ Աշոտ է խնդրել է իմ համար նկարել բերել էր, ու ինքը ուշադիր չի եղել, չէ, եկավ ասեց, ասում եմ մի հատ կին ասեց, մի նկարի թե ինչ, ինքն էլ հենց վիդեոյի մեջ ես լսում եմ, էլ այդ կադրերը բերել է, ես նայում եմ, այդ կին ասում է ինչ ես նկարում, Աշոտն էլ ասում է ինչի չեմ կարա ու ես լսում եմ ու չեմ ծիծաղում ասում հա էլի որ չես կարա բա իհարկե չես կարա մի հատ էլ հարցում է պատասխան ինչի չեմ կարա չէ չես կարա շուրջան ուրիշ ինչ չես կարա նկարես ինչքան հիշում եմ ծիծաղում եմ ահա 3 տարբեր չափսերի կամ չափերի հա մի քիչ սարդ է բայց այս թափանցիկությունը ինձ դուր եկա ասենք ճամփորդել բանի ժամանակ էլ էլի ընդհանրենք անգամ շամպուն բան չնայած շամպուն բանի ամաններ էլ կան հարմար բայց
ամեն ինչն կարելի է մեջը լցնել։ Հիգիենայի բարագաներ, պարֆումերիա, մեծ ահագին մեծ չափի է ու երկու հատ իր ձակերն էլ մեջը, էսը։ Ես գոհ եմ, ինձ դուր եկավ, սարդ է, բայց դե հիմա ինչ որ կլինի։ Գիննել, նրան գրված է 6 եվրո, 3 հատ իրար հետ 6 եվրո, բայց կասայում 7 եվրո էր արդեն տալիս, որտեղ թանկացնում են, մեր խանութում գինը թանկացնում են։ Ու տենց շատ բաներ կան մեր խանութում, որ գալիս են, վրան ուրիշ գինա գրած, բայց արդեն որ սկան ենք անում, ավելի թանկ է գինը, ու կան մենեջերներ գինը իջացնում են, կամ որ չեն իջացնում, ասում են գինը թանկանում է, դե բնականաբար թանկացել է, դե որ թանկացել է պետք է վրայից գինը հանի, որ մարդը առնում է, գոնե գինը չտեսնի, որ ասենք ավելի պակաս արժի, ավելի քիչ։ Գինը մարդը նայում առնում է, մոտենում է կասա, ավելի թանկ է լինում, բա բնականաբար որ մի քիչ սիրուն բան չի լինում այդպես։ Էս էսպես, իմ սիրելիներ, էս մենք սարդը ոչ տա մի քիչ դրա համար սենց աղմուկ է անում, բայց ոչ։ Էս էսպես։ Սրանք ոտամ խոզանակներ առա, թարմացնող համով կամ հոտով։ Մի հատ սուրճ խմեմ, հետը ցույց տամ ինչ եմ առել, հետը սուրճը խմեմ։ Ու հետո պատվերը բացեմ։ Էլի ճամփորդելու համար, հիմա իհարկե չէինք ճամփորդելու, պետք չէր, բայց պետք գալիս է դե ինքնաթիռի մեջ մի հատ վերցրի, զեղչել էին մեր մոտ։ Գները իրական դες բարձր չեն, բայց որ զեղչա լինում ավելի ոնց որ մարդու մոտիվացնում է, էլի։ Մի հատ էլ խանութում փորձել եմ, ասեցի մենեջերների աչքից հեռու մի հատ փորձել։ Իհարկե այս գույնը ավելի տղամարդու է հարմար, փորձել եմ մի հատ ընդեր դրել եմ, սենց պատին հենվել եմ, հա, լավ է։ Չգիտեմ, երևի թե պետք է ավելի փափուկ լինի, ես չեմ ունեցել, չգիտեմ որն է ավելի լավ, բայց ամեն դեպքում էս առա մի հատ։ Աշտն ասում է ինձ պետք չի, դե մենք միշտ իրար հետ ենք ճամփորդում, ասում է ինձ պետք չի, բայց եթե փոշման, ես իրական իրա համար եմ առել, որտեղ ասեցի իմ համար մի ճաղճիկական գույներ կառնեմ, Էնել տեսավ ասեց, հա, ես չեմ ուզում, բան, ասեցի չես ուզում, ես կդնեմ, բայց նայ որտեղ գնանք ինքնաթիռի մեջ չասեց դուր դնեմ, ասում է չեմ ասի։ Ահա, ես էստեղ մի կումել խմեմ։ Քսենիան տնային կալանք ենք տվել, չենք թողնում դուրս գա, դուրը չենք բացում, հիմա խոհանոցի դուրն եմ փակել։ Չնայած հիմա դրսի դուրն եմ փակել, բայց որ բացվում է դրսի դուռը կամ ինքը գալիս է այն կողմից տեսնում ես դուռը փակա, արդեն հասկանում է, որ մի բան են չի, սկսում է լավել, հիմա քնած է։ Դուրս չենք թողնում, որ չթռնի, չփախնի, շատ անհանգիստ է այս քանի օրը, հենց արևը սկսվում է ինքը բան անում։ Ինձ հարցնում էի Քսենիան, ինչա բառը միշտ մոռանում եմ, ժողովուրդ։ Ստերջացված բառն է երևի, չգիտեմ կատուներն ինչ եք ասում, ինչ են անում, հա արածա, ինչ որ արածա դրանից։ Այս կոշիկի խանութում զեղչ տվեցին 10 եվրոյի, ես էլ հաջորդ առևտրի համար։ Մի հատ ամառային բոթազներ եմ վերցրել, սենց բարձր տակերով, հուսամ, որ իմ պրոբլեմատիկ ոտերին այս բարձրությունը լավ կլինի, որտեղ պետքա բարձր լինի, որ տափակ է լինում, ցավում են ոտքերս, այս սուրճ սենց ամառային սպիտակ փորձեցի հարմար էին շատ, այս աշխատողը մի լավ բան էլ առաջարկեց, հետը վերցրել եմ, չնայած մի ուրիշ խանութներում էլ կա, բայց որ տեղում ցույց տվեց, որ ասեց ինչ գույն լինի, բոթազը կապ չունի, էլի ասեց կարա սկսես, մաքրես, անգամ այս բաները որ կա բարակտորային մասերին, ամենտեղ կարաս կոշիկների վրա կսես, մաքրես, հեսա ցույց տամ ինչ մասն է խոսքը։ Հարմար էին, բարձրացում շատ, բայց դե ես պետք է բարձր հագնեմ, որ ոտքերս չցավան։ Սրանք վերցրի, մի հատ էլ ասեցի, դե սպիտակը միշտ որ հագնում են բանա, չէ, շուտակ մի հատ հագնում են կեղտոտվում է։ Մի հատ էլ էս տեսակ վերցրի, որ մի քիչ գույնը տարբերվի, անկեղծ ասած մի հատ էլ ուրիշ էի ուզում վերցնել, մի քիչ ավելի կարճնվոտ դաշնագույն տենց երանգի էր, հիմնականը դաշնագույն երանգ էր, բայց իմ ռազմերը մի հատ կար, աշոտը տեսա մի հատ թերություն ունի այս մասը, բայց ֆիրմա կոշիկներ են մարկեն, հա էլի ֆիրմա կոշիկներ են լրիվ, աշոտը տեսա, որ ինչ-որ թերություն ունի, մենակ այդ մի հատներ իմ ռազմերը, դրա համար չվերցրինք,
ու սրանք վերցրի, էլի հագել փորձել եմ, շատ հարմար էին, արժեքները կարծեմ 49 եվրո, ու սրանք, եմ որ սպիտակը անթակ չհակնեմ, այսինքն երբ որ ուզեմ է ժամանակ հակնեմ, այս առաջարկեց, ինքը հենց փորձեց իրանց մոտ, հենց իմ կոշիկների վրա էլ փորձեց, մի հատ այսպես պզացրեց փրփուրը ու անձեռոցիկով սրբեց, փայլացնում է ուղղակի, ասեց կապ չունի ինչ բոթազ, ինչ գույնի բոթազ, վրանն ասեց այդպես կանես, ասեց ու շատ լավ սպիտակ, չի սպիտակ ասում, մաքրում է։ Այս մեծերը արժեին 7 եվրո, իսկ փոքրը կար 5 եվրո, ասեցի չէ մեծ է դուր մի անգամից, պահուակլին, ակտիվ փրփուր, էֆեկտիվ մաքրության համար, կաշի ու տեքստիլ մաքրելու համար, շատ լավ է, հիմա բացենք հլը, նայենք ինչ կա, ինչ ենք պատվիրել, վայ այս թեմուն գրավել է ամբողջ աշխարհը, այս ինչա, ինչ բացում ենք, չէ, YouTube կլինի, թե ինչ որ ինֆորմացիա ենք ուզում նայենք, Google-ում նայում ենք, բացում ենք, ամենտեղ սրա ռեկլամներն է, ամենտեղ Թեմուի ռեկլամներն են, ու նենց չի որ ասեք սեղմում ես գնա, դուրս գազ էտեղի, չէ, դու սեղմում ես որ դուրս գազ, զորով տանում է հենց Թեմուի սայթ, որ պատվիրես, բայց չեն անում, Ոսկակը հլը թողնենք, ես ու կարող տեսենք ինչ եմ պատվիրել ու կարող ինչ-որ բան հետ ուղարկելու կարիք լինի, որ տնենք տոպրակի մեջ ուղարկել։ Հիմա հավատացեք չգիտեմ ինչա մեջը, չեմ հիշում։ Հիշեցին, ես փոքրն եմ պատվիրել, թե ինքն ասենց փոքր։ Այս գիտեք ինչա ժողովուրդ ջան, կարակ գուշակեք ինչա, որովհետև ձեզանից մեկը ինձ խորհուրդ էր տվել։ Այս տրանսֆորմատորա բանի համար, այս մեր պլիտայի համար, որ ամանները որ չի ճանաչում, ինդուկցիան, այս տնենք վրան ու սրանով տաքացնի, ճանաչի, հլը կփորձենք, տեսնենք, այս սուրճի ամանը կճանաչի, թե չէ, լավ էլ փոքր է, բայց ես հալավ հիշեցի, ես այս փոքրը արեցի, որ սուրճ չեփելու համար, այս սրճեպի ամանը փոքր է, որ սրա վրա, փոքր ամանի, փոքր, ոնց ենք ասում, կողմ, փոքր աչքի վրա դնենք, դրանն է, այս կփորձենք հլը իրար հետ, ռեժմ դնեմ իր ամանի մեջ, որ եթե հանկարծ չաշխատի, հետ ուղարկենք, այս կարծեմ 15 եվրո է, ռագնել բարձր էր գինը Թեմուի համար, բայց ասեցի դե որ պետք է պատվիրեմ։ Հիմա դե։ Այս ոնց որ մարսվելու ռեզիններ են, եթե չեմ սխալվում, մի վարկյան ժողովուրդ չեն։ Սրանք մարսվելու ռեզիններ են, նայք հելը ժողովուրդ չեն։ Այսպես տեսեք։ Այս են ծկում ենք, լավ բան է իրականում։ Կարա նաև այսպես, կարա նաև, չգիտեմ ոնց, պետք է նայեմ ես, ինչ կարամ անեմ էլի, ինչ վարժություններ, բայց այս մեկը, որ ամեն ինչ արժեր, այս ուսի մկաններ, ինչ լավ է բացում։ Կարճ ասած, այս մարզվելու ռեզիններ են, որը կմնա։ Այսպես բույսերի վրա ցողելու համար։ 500 մլ են կարծել։ Մտածեցի մի հատը կհանեմ երկրորդ հարկ, այնտեղի բույսերի վրա, բույսերի համար մի հատ էլ էստեղ։ Ես այսպես։ Սրանք էլ կմնան, ես երևի յողա թողտնա, ես ինչ էր փոքր էին, մի դոպե տեսնեմ, նորդ չեմ, ես ալած են, չես ինչ փոքր են, փոքր են շատ, նայք ինչքան չապս է, հեծ ես կանած, պատերպես թույց տամ, այսպես թույց տամ,
չեղան եմ մեջից ու սևով ցույց տամ։ Փաստորեն չափը այսքան փոքր է։ Բայց կարող է սխալ եմ դրել։ Ես նայեցի, որ մեծ չափը նայեք, ժողովուրդ, սենց երևի մեծ է երևում, բայց շատ փոքր է։ Երևի մի չքան 20 սանտի կամ 18 սանտի կլինի։ Ահա, ձեռքս վրան պայեմ, որ դուք պատկերացնեք, նայեք։ Այսքան փոքր են։ Չէ, այս հետ կգնա։ Այս հաստատ հետ կգնա, որովհետև ես չգիտեմ այստեղ ինչն է բան եղել, որովհետև ես նայեցի, որ մեծ չափը նշեմ, հիմա չգիտեմ, թե ես եմ սխալ արել, հələ կնայեմ այդ։ Այս մեկի հետ կուղարկեմ հաստատ։ Այս մի րոպե ցույց տամ, թե ինչ եմ պատվիրել ու ինչ նպատակով, արդեն դուք կիմանաք։ Վարկյան։ Թեմում էլ գիտեք, 1000 մի մանրուկ։ Բոլոր բլոգերներս համարը դարել ենք ակամայից, դարել ենք Թեմուի գովազդանող։ Անվճար գովազդ ենք անում։ Հա, նայեք ժողովուրդ ջան, սրանք այսպես տոպրակներ են պատվիրել կատնաշորբան պատրաստելու համար, մածուն քամել այդքան չէ, որտեղ մենք քամած մածուն չենք սիրում, բայց կատնաշորի համար այսպես տոպրակներ։ Մեջը քանի հատ էր, մի րոպե տես, 3, հա, տարբեր չափերի էին այս։ Սա 2 հատ փոքր, 2 հատ միջին չափսի, 2 հատն էլ այսքան։ Այս մեծ չափերը լավ է, բայց այս փոքրերը, ես չգիտեմ սրանք ինչի համար, այսքան փոքր ինչի համար, ժողովուրդ, ինչ կարծիքի եք, այս ինչ պիտի արվի։ Այս ամաններն էլ Ինամ իրականում ինչ չափի են։ Ես ընդհանրապես որ օնլայն պատվեր եմ անում, այնքան եմ ուսումնասիրում, տնտղում, ռեվյուներներ եմ կարդում, բայց մեկ պատահում է գրիպումներ բնականաբար, նայեմ այսքան չափը, հա, այս չափի, սրանք սառնան դնելու համար կանաչի բան լսել, բնականաբար շատ փոքր է։ Նայում էի, ասենք մի կապ գոնե կտեղավորվի, իրանց ցույց տալով, հա, սոխը երևի կտեղավորվի, կամ երևի չի էլ տեղավորվել, ինչքան փոքր է ժողովուրդ։ Թե տենց մեծ է երևում ձեզ, չէ, իրոք շատ փոքր է, կափարիչների հետ, չէ, հետ կգնա։ Այնքան էի տնտղել, որ չափը ճիշտ իմանամ ինչ չափի է։ Իրանք էլ նենց են նկարել գովազդարել, որ նայվի կանաչին տեղավորվում էր, ահագին էլ մեծ էր երևում, չէ, այս մեկը այս հետ կգնա հետ։ Այս բանի, լուղացքերի հետ կգնամ։ Այս ինչն է, սպասեք լվացենք տեսնենք։ Այդ պատվերը սենց պետք է լինի, չէ, որ անես, մորանաս ինչ է, հետո գա, այսինք ինքան ուշացնեմ, որ մորանաս ինչ է, էլի մեջը։ Ուղղակի շատ իր պետք է նայել։ Այս ինչ է ժողովուրդ ջան, կարող է իմանաք։ Հա, վայ, Գոգնոց է, սես նորդ ծաղիկներով, սիրուն գոգնոց է, վայ, ես էլ ասվեմ, ես ինչ է, սպասեք հեն հատ կապեմ, հա, չապը լավ է, այս ես տնական գործ անենք, ժողովուրդ ջան, կապենք ու տնական գործ անենք, հա, ես լավն է, մի քիչ սարդ կտորավ, ես լավն է, մի քիչ ոնց որ, ինչ կտորա տեսնիս ես, Ամեն դեպքում լավն է, ես կմնի, ես մնաց, վարկյան ես կոմ դնենք, վարկյան ես էլ դնենք, տադամ, նայեք ինչ եմ պատվի, կապարիչ է ժողովուրդ ջան, ունիվերսալ կապարիչ, երբ որ օրինակ, զուգ ենք տապակում, կամ ինչ ուզում անում, ինչ ուզում եփում են, կապ չունի, ձգի թե ինչ, բայց զուգը կամ կոտլետ պատրաստելիս եփելու ժամանակ, մի քիչ փակում ենք, եփում է, հետո բացում ենք, որ կարմրի, չէ։ Այդ ժամանակ, երբ որ մենք մեր կապարիչներով փակում ենք, գոլոշի առաջանում ու ջուրը կաթում է թավայի ներսը։ Այդ դրա համար ես հիմա պատվիրել եմ այս կապարիչը։
Այսպես անցքերով սիլիկոնը, որ դնենք բանի թավայի վրա կամ կաթսայի վրա, հագին մեծ տարբերակն է, հուսամ իմեն մեծ թավայի վրա կլինի։ Չգիտեմ, բայց ընդհանուր առմամբ այսպես ունիվերսալ։ Ամեն ինչի վրա կարելի է օգտագործել, որ միանգամից համ այդպես գոլորշին դուրս է գալիս, համ ծածկած է, համ էլ բաց է, էլի, տեսակ չէ անցքերը։ Հիմա հաջորդը, ժողովուրդ ջան, ես փափուկ եմ փակել, սպասեք բացեմ տեսնեմ ես ինչ է, որ սենց զգուշ փակել են։ Վայ, տեսեք ինչն է եկել, տեսեք ինչ սիրուն բան է եկել, ժողովուրդ, բարկը, սատիկի ենք է պատրաստում, այս սիրուն սպիտակ ճյուղերը, սիրուն են չէ, շատ սիրուն են ես կասեի, այս լավն են ապրեն իրանք, վարկեմ տեսնեմ ես ինչն է, չգիտեմ ինչն է, անկեղծ եմ ասում, չգիտեմ ինչն է, բացում նայեմ, միասին, գիտեք ինչի համար եմ պատվիրել, այստեղ այս սուշիկան բուժկա չէ, պատվիրել եմ, որ դրա վրա գցեմ ու նոր այդ հյութաքամիչ բանը դնեմ վրան, կամ էլ կարելի է այն վերևում, որ փոքր սեղան ունեմ դրած, որ թթու բան եմ դնում վրան, ծլոսներն եմ դրել, կարճ ասած այսպես մատ է, սեղանի վրա ծածկելու, ինչ որտեղ ծածկելու համար այս նկարն եմ ընտրել, ու նայեմ որտեղ եմ դնում։ Հա, սրանք պատվիրել եմ այս Աշկան ինչ էլ փոքր է ինքան դժվար է մեկ կողմնորոշվել է չափերի համար փոքրոտ է, բայց էլի նայեք ես եմ պատվիրել, էլի ինչ-որ բան այսպես շուրջ տալու բանի համար տապակելուց, դեկս կոտլետներ բան, բայց փոքրոտ է, նայեք Երևի տենց մեծած ես թվում, բայց նայք, իմ ափից փոքր է, մի քիչ Օնլայն գնումները այդպես է, էլի բայց նայք, ես ոնց է Հայտից հետ դրա համար եմ պատվիրել, այնպես չի, որ այստեղ չի, հենց հիմա ունեմ ես, օգտագործում եմ, ուղղակի փայտից հետ դրա համար պատվիրել եմ Այսպես, երևում է չէ ձեզ հեռախոսը վրան դնելու համար ես ունեմ իհարկե, ուղղակի ես դուրս եկավ, որ փայտից էր, մի հատ կփորձեմ, մի հատ հին հեռախոսս դնեմ, լավ է, չի շուկա, լավ է, կմնա ես, մեկը, այս էլ գիտեմ ինչա, ձեզ էլ ցույց տամ, կարող է Ձեզ էլ մոտիվացնեմ, որ դուք էլ առնեք, օգտագործեք։ Տոպրակը հլը չխառնեմ իրար, որ կարող է լավը չլինի։ Եվ ուղարկեմ։ Սրանք էլի մարզվելու համար եմ պատվիրել, ռեզիններ են, ոտերի համար։ Այսենց ոտերի վրա հագցնում ենք ինքան բարակ, այսի կդիմանա։ Երկու հատ, քինը չեմ հիշում ինչքան էր, դե ժամտիլներ, բայց շատ բարակ է, այս մի հատ ոտերից ձգեմ կարող օգվի։ Տարբեր բարություններ կարելի անել, օրինակ թեկուզ հենց պարկած կողքի վրա, այսպես ոտքերի վրա հագցնել ու մի ոտը վերև բարձրացնել, չգիտեմ կկարողանամ նկարեմ ձեզ ցույց տամ թե չէ, բայց ամեն դեպքում լավ կարող է եւ անեմ, չգիտեմ, կարող է ցույց տամ։ Այս մեկն էլ քան որ ամառ է գալիս, նայեք ինչ սիրուն բան եմ պատվիրել։ Մի րոպե, գույնը ինչքան սիրուն է։ Մի րոպե, որ ձեզ կախելու համար, դուք արդեն իմացաք ինչ է։ Ու բացելու համար էլ Այ, հա, ես ինչ դժվար էր փակվում։
Հիշում եք այն վլոգի միջի կինտոների պարը, հիմա այս կինտոների պարը։ Լավ մեծ է։ Լավն դեպքում պետք է լինում ամառը, երբ որ ինչ-որ բաներ սեղանի վրա թողնում ենք, կարանք թողնենք, սրանով սիրուն ծածկում ենք, այսպես շատ սիրուն, լավն է։ Սրանից գոհ եմ, չգիտեմ ինչքան կդիմանա, բայց սրանից գոհ եմ, այս կմնա սիրունը։ Ահա, այս են իմ պատվերները, իմ սիրելի բարեկամներ, ինչը հավանեցիք, ինչը չհավանեցիք, այսքան ես կդնեմ տուփի մեջ, միանգամից հիմա on-line ռետուշ կձևակերպեմ, որ հետ ուղարկեմ։ Ինչ որ է, սիրելի բարեկամներ, այսքանով ավարտեմ այսօրվա վլոգը, ձեզ ամենալավն եմ մաղթում, շատ սիրուն, շաբաթվա վերջ եմ մաղթում, happy weekend եմ մաղթում, լավ մնացեք, կհանդիպենք երևի հաջորդ վլոգում, որովհետև մոտիվացիաս կորել է նկարելու, սիրելիներս, սիրում եմ ձեզ, պաչիկներ, հաջողություն։